Մենք գրադարձանք տաղավար ու նույնությամբ բարձր տրամադրությամբ եւ դրական էներգիայով շարունակելու ենք մեր թողարկումը, հատկապես երբ որ նպաստող առիթ կա, քանի որ սիրելիներս մայիսի 19-ից մի մեծ տոնակատարություն է սպասվում Հայաստանի Հանրապետությանը ու դա առաջին անգամ իդեպ։ Ավելի մանրամասն եմ, Հայաստանը տարածաշրջանում առաջին անգամ հյուրընկալելու է գինու աշխարհի ամենամեծ հռչակավոր համտես մրցույթը։ Խոսքը կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսելի մասին է եւ հենց այս թեմայի շուրջ եւ ոչ միայն ավելի ծավալուն ու մանրամասն կզրուցենք մեր հյուրերի հետ։ Ես շտապ եմ ներկայացնել մեր հյուրերին։ Զարուհի Մուրադյան, Հայաստանի խաղաղագործության եւ գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն եւ Քվոնտա Հավո, կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել գինու համտես մրցույթի տնօրեն։ Բարի լույս։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել, հատկապես որ այս տեսակ հրաշալի առիթ ունենք խոսելու կարևոր մի իրադարձության մասին։ Նախ մեր սիրելի համար կխնդրեմ ավելի բարձրաբանենք, թե այս համտես մրցույթը քանի տարվա պատմություն ունի, ինչու է ինքը ինչու է եկել Հայաստան իր մասշտաբների, իր պատմության մասին եւ նաեւ համագործակցության մասին զրուցենք։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Իրականում սա աննախադեպ իրադարձություն է մեր երկրի համար, որովհետև հյուրընկալելու ենք աշխարհի ամենամեծ գինու մրցույթը։ Դա նշանակում է 400, շուրջ 400 փորձագետ գինու, լրագրողներ, գնորդներ, սոմելիեներ, դասախոսներ այցելելու են Հայաստան, բացահայտելու Հայաստանը որպես գինեգործական երկիր։ Սա մեզ համար շատ կարևոր իրադարձություն է այն առումով, որ հնարավորություն կունենանք ներկայացնել մեր երկիրը, բացահայտելու մեր գինեգործական շրջանները ու մեր հրաշալի գինիները եւ նաեւ շատ լավ փորձառություն է մասնակից դառնալու այդ հետաքրքիր համտես մրցույթին եւ կարծում եմ, որ մրցույթից հետո հայկական գինիները նաեւ կարժանանան բարձր գնահատականի եւ այդ մեր հետաքրքիր մեդալները շշերի վրա դուրս կգան շուկա։ Շատ են կարևորում միջոցառումը ու իսկապես հպարտ ենք, որ այս հնարավորությունը ունենք, քանի որ մրցույթը ինքը շրջիկ մրցույթ է, արդեն 30 տարի կա մրցույթը եւ յուրաքանչյուր տարի կազմակերպվում է ինչ-որ մի գինեգործական երկրում։ Հիմնական այդ երկրները շատ ճանաչված երկրներ են, եվրոպական երկրներն են եւ առաջի անգամ ասիական, ոնց տարի Չինաստանում էր եւ տարածաշրջանում առաջի անգամ տեղի կունենա Հայաստանում, ինչի համար շատ ուրախ եւ հպարտ ենք։ Դա նշանակում է, որ մենք իսկապես ունենք հրաշալի գինիներ, մեծ ներուժ գինեգործության, որ այս հետաքրքրությունը առաջացել է մեր գործընկերների մոտ այն իրականացնել Հայաստանում։ Նաև երկու բառով խոսենք մրցույթի մասին, թե ինչքանով է սա կարևոր մեզ համար։ Իրականում տեսեք, սա ավելի շատ ճանաչելիության դիրքավորման համար է, բայց քանի որ մենք նաև հյուրընկալելու ենք շուրջ 120 գնորդ, նաև կազմակերպել ենք B2B, որպեսզի նաև բիզնեսին հնարավորություն տանք հանդիպելու գնորդների, միջազգային գնորդների հետ, նաև ունենան հետաքրքիր համագործակցություն, արտահանման աշխարհագրությունը ընդլայնելու առումով, բայց միևնույն ժամանակ մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մարդիկ, ովքեր որ չգիտեն Հայաստանը, չգիտեն հայկական գինիների մասին, ոչ ման չեն լսել կամ սորտերին ծանոթ չեն, լավ հնարավորություն է իրենց ներկայացնել այդ մեր հետաքրքիր ներուժը գինեգործական, բայց ինքը շատ հետաքրքիր ֆորմատ է, փակ համտես է, 3 օր 400 հոգի Կարեն Դեմիրճյան համալիրում համտեսելու են շուրջ 8000 տեսակ գինի, 60 երկրից ներմուծված, այսինքն 8400 հոգիներ համտեսելու, 400 համտեսով 8000 տեսակ եւ նաեւ ուզում եմ նշել, որ մեզ համար շատ կարեւոր էր, որ հիմնականում համտեսելին տարբեր իրենք փուլեր ունեն, վարդագույն, փրփրուն առանձին, սպիրտային խմիչքների մասով առանձին եւ ամենամեծը դա սպիտակ եւ կարմիրն է եւ մենք շատ ուրախ ենք, որ նաեւ Հայաստանում փրփրուն գինիները կհամտեսեն, առաջի անգամ է, որ այս ֆորմատով է համտեսը տեղի ունենալու եւ Հայաստանում, իսկ քանի որ վերջին տարիներին փրփրուն գինիների արտադրությունը եւս Հայաստանում զարգանում է, արդեն մեր ընկերությունները բավական ներդրումներ են անում, որ փրփրուն գինի եւս արտադրեն, կարծում եմ իրենց համար շատ լավ հնարավորություն է հանդիպել փորձագետների
գինիների, քանի որ համտեսողների շրջանակում ունենք նաև հայեր, համտեսելու, գնահատելու, համեմատություն անելու եւ էլ ավելի մեր այդ որակի ստանդարտները բարձրացնելու առումով շատ կարևոր է։ Պարոն Հավո, մենք ուզում ենք իմանալ, թե ինչպես ստեղծվեց այս համագործակցությունը եւ դուք ինչ կարծիք ունեք հայկական գինիների մասին ընդհանուր առմամբ։ So the first time I visited Armenia was almost 3 or 4 years ago. 3-4 տարի առաջ եմ առաջին անգամ այցելել Հայաստան եւ անկեղծորեն չունեի որևէ ակնկալիք եւ չգիտեի ինչ սպասել այս երկրից։ Ընդ մեկ օրում ես հիացա եւ Հայաստանից եւ առանձնահատկությունից, գինիների առանձնահատկությունից։ Սա իրապես մեծ գանձ է եւ ժառանգություն։ Ոչ միայն առանձնահատկություն է հանդիսանում պատմությունը, այլ նաեւ առանձնահատուկ խաղողի սորտերը։ Եվ այդ ժամանակ արդեն ակնհայտ էր, որ այստեղ պետք է մենք կազմակերպենք մրցույթը եւ հնարավորություն տանք աշխարհին բացահայտելու Հայաստանը հայկական գինիները։ Մրցույթի առանձնահատկությունը երբեք Բրյուսելում չի անցկացվել, այլ միշտ անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում, տարբեր գինեգործական շրջաններում։ Համտեսողների շրջանում գնորդներ են, լրագրողներ են եւ երկրի համար մեծ հնարավորություն է բացահայտելու երկիրը եւ հասկանալու երկրի առանձնահատկությունները, հասկանալու երբ արդեն հասկանում ես տվյալ երկրի խաղողի առանձնահատկությունները, արդեն ավելի հեշտ է դա մատուցել, հաղորդակցել դա իրենց լսարանին։ Եվ 400 մարդ ակնկալում ենք, որ կդառնան հայկական գինու դեսպաններ։ Այդ պատճառով մենք ընտրել ենք Հայաստանը, որովհետև պատմություն ունի Հայաստանը ներկայացնելու աշխարհին։ Հրաշալի։ Ինչ ակնկալիքներ ունեք հիմա, երբ որ արդեն Հայաստանում եք, արդեն գաղափար կազմել եք, ծանոթացել եք, վստահ եմ ձեզ արդեն հյուրասիրել են, արդեն մի փոքր նաև շրջայցեր են տեղի ունեցել, ինչ ակնկալիքներ ունեք դուք Հայաստանից։ For me, one of the biggest challenge Armenian wine ամենամեծ մարտահրավերը որ բացատրել, հաղորդակցել հայկական գինու Հայաստանը, հայկական գինու առանձնահատկությունը, առաջ մղման աշխատանքները եւ այսպես ասած համոզել, որ հայկական գինին բարձր որակ ունի եւ պետք է այն համտեսել։ Սա մեծ հնարավորություն է նաեւ հայ սպառողի համար, որ մենք պետք է հպարտ լինենք հայկական գինու, ինչպես որ իտալացիներն օրինակ իտալական գինով հպարտանում, հայ սպառողները նույնպես պետք է հպարտանան հայկական գինով։ Կարծում եմ, որ հաջորդ մարտահրավերը ապագայում դա հաղորդակցելն է հայկական գինու մասին եւ առաջ մղել։ Մենք ամեն ինչ ունենք, մենք ունենք հրաշալի մարդիկ, հրաշալի գինիներ եւ պետք է շարժվենք առաջ։ Մենք գիտենք, որ մրցույթը սովորաբար 4 օր է անցկացվում, բայց Հայաստանում 5-րդ օրն էլ ավելացավ։ Սա գինիներ մեր հայկական, որ իր նպաստեց 5-րդ օր ավելանը, մարդիկ են, թե այլ պատճառ նույնպես կա, ինչու 4 օր անցկացվող հայտնի մրցույթը 30 տարվա պատմություն ունեցող 5-րդ օրը ավելացրեց հենց Հայաստանը։ Կարող է 7-րդ օրն էլ ավելանալ։ Եվ սա գուցե արդյոք 7-րդ օրն էլ չի ավելացնի։ 2 months net. No, it's really important because Շատ կարևոր է, որ մենք պետք է հասկանանք, որ մրցույթի համար երբ փորձագետները համտեսում են առավոտյան գինիները, շատ լուրջ, շատ կենտրոնացած են գինիները համտեսելու, բայց մենք ցանկանում ենք առաջ մղել նաև երկիրը եւ ներկայացնել նաև այդ կարևոր մարդկանց եւ հնարավորություն տալ, որպեսզի նրանք բացահայտեն, թե ինչ է կատարվում խաղողի այգիներում, որպեսզի նրանք նաև տեղեկություն ունենան։ Մենք այնքան շատ առանձնահատկություններ ունենք ցույց տալու իրենց, որ համտեսից հետո մենք ուզում ենք անպայման մեկ օր նվիրել այդ մեր յուրահատուկ Վայոց ձորին, որը իր հրաշալի բնապատկերներով կարող է ներկայացնել։
Եվ շատ հյուրեր հենց ցանկանում էին գնալ բացահայտել Վայոց ձորի մարզը եւ նաեւ մեկ օրը նվիրել Երևանին, որ կարողանան բացահայտել նաեւ հրաշալի Երևանը։ Տեսնել ինչքան դինամիկ է այն։ Մյուս օրերին արդեն համտեսից հետո կարողանանք այցելել նաեւ խաղաղագործական, գինեգործական շրջաններ, որպեսզի առաջարկենք նոր փորձառություն բոլոր փորձագետների համար, լրագրողների, գնորդների, նրանք սովոր են այցելել ամեն օր աշխարհի տարբեր երկրներ, բայց մենք ուզում ենք առաջարկել իրոք առանձնահատուկ փորձառություն իրենց համար, դրա համար մենք ցանկանում ենք ունենալ լրացուցիչ մեկ օր, որպեսզի իրենք կարողանան բացահայտել Հայաստանը։ Շնորհակալ ենք։ Տիկին Մուրադյան, ինչ նոր փուլ է սա տալիս հայկական գինիների մշակութային կյանքում, այս համագործակցությունը, ինչ նոր փուլի ենք մենք հասնում եւ ապագայում ինչ նոր ճյուղեր են բացվում հայկական գինիների մշակութային կյանքում։ Իրականում, ինչպես ես սիրում եմ ասել, գինեգործությունը վերածնունդ է ապրում, վերջին տարիներին ակտիվ զարգանում է եւ սա եւս մի քայլ է ընդառաջ հայկական գինների առաջ մղմանը, որովհետեւ մենք հիմա մեր հիմնական նպատակն է իհարկե միայն արտադրել որակյալ գինի եւ այդ բարձր չափանիշի այդ ստանդարտը պահելու ուղղությամբ մենք լուրջ աշխատանք ենք տանում։ Սա մեզ հնարավորություն է տալիս մեզ դիրքավորել որպես որակյալ գինի արտադրող երկիր եւ կարծում եմ նաեւ մեր հայ գինեգործները շատ ողջավորված են եւ իրենք, քանի որ մենք միասնական մեծ ընտանիք ենք, բոլորս աշխատում ենք այդ ուղղությամբ, որպեսզի այդ բարձր որակը պահենք եւ մեր ուրույն տեղը գրավենք միջազգային շուկայում, միջազգային գինու քարտեզի վրա։ Իրականում ոլորտը ակտիվ զարգանում է, իհարկե մարտահրավերները բավականին շատ են, բայց մենք տենց չենք կոտրվում, ոգևորված առաջ ենք գնում, դուք էլ եք նկատում, որ մշակույթը իսկապես սպառման զարգանում, ավելանում է նոր գինիներ եւ այլն, եւ մենք շատ իսկապես ուրախանում ենք, բավականին բարդ աշխատանք է, հեշտ չէ, բայց մենք տենց նվիրյալներ ենք մեր աշխատանքի, որ չենք կոտրվում ու փորձում ենք առաջ գնալ ու նման միջոցառումները իսկապես մեզ շատ են ոգևորում եւ օգնում են, որ մենք ել ավելի ոգևորված ու ավելի մեծ աշխատանք տանենք, որպեսզի այդ նիշը պահենք։ Ես ուզում եմ նաեւ իհարկե շնորհակալություն հայտնել մեր կառավարությանը, էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ առանց կառավարության աջակցության այս մեծ նախագիծի եւ մնացած բոլոր մեր նախագծերը չէին կարող իրականացնել եւ դա էլ մեզ պարտավորեցնում է, որ յուրաքանչյուր աջակցություն լումա, որը ներդրվում է ոլորտում, կարողանանք իր արդյունքները ստեղծենք ու առաջ գնանք։ Քանի որ ժամանակը սուղ է, մենք բայց շատ էինք ուզում զրուցել նաև մնացած այլ ծրագրերի մասին, ես վստահ եմ, որ Պաշտոնական էջում ամեն ինչ հրապարակված է, որ օրը, որտեղ, որ ժամին, ինչ է անցկացվելու, երբանից է սկսվելու։ Ճիշտ է։ Իրականում, քանի որ ինքը փակ միջոցառում է ու քանի որ մեր համտեսողները պետք է կենտրոնանան իրենց համտեսի վրա, ցավոք սրտի բաց չէ հյուրերի համար, բայց մենք այնպեսին ծրագիր ենք մշակել, որ քաղաքը նաև այդ շունչը զգա, որ իր երկրում, իր քաղաքում ամենակարևոր իրադարձությունն է գինու ոլորտի տեղի ունենալու, ունենք շատ հրաշալի բացման արարողություն Գառնի տաճարում, ունենք նաև շատ հետաքրքիր մրցանակաբաշխություն ավարտին, լավագույն ոլորտի մեր ներկայացուցիչների համար։ Կարծում եմ շատ հետաքրքիր ծրագրեր լինելու ու հուսամ, որ այս ամենից հետո իսկապես մեր մասին շատ կխոսեն ու մենք էլ ենք հուսով ու մաղթում ենք միայն հաջողություն, վստահ եմ, որ վերջին արդյունքը նույնպես բոլորին կգոհացնի ու այն նպատակներն ու ծրագրած բոլոր տեսակի միջոցառումները ինչպես որ պետք է անցնեն, հենց այդպես պետք է անցնեն։ Իսկ Քվոնտա մենք հուսով ենք, որ մենք հաճախ կհանդիպենք Հայաստանում, մենք ուրախ ենք, որ դուք այստեղ եք։ I hope so. Շնորհակալ եմ, որ գեղեցիկ օրը սկսեցիք մեզ հետ։ Thank you so much. Merci. Իսկ մենք շարժվենք առաջ, ինչ խոսք այո։